Հարգելիներս շուրջ 4 ամիս չեմ կարողացել քայլել ու ոչ մի ձևի բժշկական օգնություն, ֆիզիոթերապիա, ոչ մի ձևի օգնություն ցույց չտրամադրվեց ինձ, որքան փորձում էին օգնել, այնքան իրավիճակը վատանում էր եւ հենակներն անգամ ինձ համար դարձել չի օգնել անգամ ֆիզիոթերապիան ամեն ինչ փորձել ենք չի օգնել ես միշտ քնելուց առաջ ասում էի Տեր խնդրում եմ օգնիր ինձ գոնե կարողանամ քայլել հասնել կոմիտաս որպեսզի ես կարողանամ մասնակցել ընկերուհուս հորդորով ինքը ընդհապում էր միշտ մասնակցում ու ինձ միշտ ինքը հորդորում էր ասում էր Անուշ գնա ամեն ինչի ժամանակ ունես ժամանակ չունես մի հատ գնա տես ինչքան է փոխվելու ամեն բան քո կյանքում ու ես այդ օրը որոշեցի կտրականապես խնդրեցի որ գոնե կարողանամ հենակներով մի կերպ հասնեմ այստեղ եւ շատերը կհիշեն որ ես հենակներով եկել եմ առաջին շարքում էի շատ լացակումած շատ ցավոտ վիճակում ու ընդհանրապես չէի կարողանում կանգնել մեծ դժվարությամբ եւ խնդրեցի Կարեն եղբորը որ աղոթի ինձ համար եւ նա աղոթեց ես մասնակցեցի միշտ այլ ընկալումներ եմ ունեցել ես բայց երբ որ ես լսեցի այս միջոցառման ելույթները այս միջոցառման կարեւորությունը ես հասկացա մի բան որ Աստծուն պետք չէ հիշել միայն պետքի ժամանակ երբ որ դու օգնության կարիք ունես դու պետք է հիշես իրեն ամեն վարքյան ամեն րոպե ամեն վարքյան քանի որ ինքը ամեն րոպե եւ ամեն վարքյան հոգ է տանում քո մասին ու հիշում է քեզ դա ինձ համար մեծ դաս եղավ դա ինձ համար մեծ դաս եղավ որ ես Աստծուն հիշեմ ոչ միայն իմ կարիքի համար այլ ես կատարեմ նրա այն պատվիրանները ես իմ մեջից մաքրեմ չարը ես իմ մեջից մաքրեմ այն բոլոր արատավոր երևույթները որոնք խանգարում են ինձ եւ Կարեն եղբայրը աղոթեց ինձ համար ու ես հիշում եմ որ ինքն այստեղից բարձրաձայնեց Թող որ Տեր Աստված մյուս անգամ Անուշ քույրը գա առանց հենակների ինձ այստեղից մեքենայով եթե չեմ սխալվում Կորյուն էր այդ երիտասարդի անունը մեքենայով ինձ ուղեկցեց Զեյթունի իմ բնակարան որովհետև անձրևոտ եղանակ էր Շատ մեծ դժվարությանից չէի կա երկու հենակներով ես չէի կարողանում մարդիկ ինձ օգնել են եւ մեքենայով ինձ տարել են հասցրել են իմ տուն եւ հաջորդ օրը առավոտյան երբ որ ես իմ աչքերը բացեցի ու էլի ասեցի Աստված ջան էլի սկսվեցին իմ մղձավանջը այդ որ նորից էլի պիտի չկարողանամ տանջվելու եմ եւ չեմ կարողանալու քայլեմ ով զարմանք ոտքս ես դրել եմ գետնին ու կարողացել եմ քայլել ես մնացել եմ ապշած Ես անկեղծ եմ ասում, ես մնացել եմ ապշած ու ես պարզապես այս հենակը հիմա ինձ հետ պահում եմ զուտ նրա համար, որպեսզի հավասարակշռությունս պահեմ կամ մեկ որ հոգնում եմ գոնե հենվեմ կամ ավտոբուս բարձրանալ իջնելուց, որպեսզի իմ անվտանգությունը ապահովեմ ու ես շատ շնորհակալ եմ Կարեն եղբայր ձեզանից, որ ձեր աղոթքները, երևի դուք արդար մարդ եք, որ ձեր աղոթքները հասան, իսկ իմ աղոթքները չհասան, ես այդքան աղոթել եմ, չհասավ Տիրոջը, ես շնորհակալ եմ փառք Տիրոջը եւ ես արդեն ուղ դրեցի իմ առջեւ, որ ես միշտ մասնակցելու եմ այս միջոցառումներին, մասնակցելու եմ նրա համար, որովհետեւ երբ որ ես գալիս եմ այստեղ ու ես այստեղից գնում եմ լրիվ ուրիշ մարդ, ես լրիվ ուրիշ կյանքով, ես փորձում եմ ամեն օր ես կատարում եմ սխալ, բայց ամեն օր խնդրում ու մեղանչում ու խնդրում եմ Աստծուն, որ հանի այդ սուտը, այդ չարիքը, այդ չգիտեմ վատ սովորությունները իմ մեջից հանի, ես դա եմ ուզում, շնորհակալ եմ ձեզանից։ Եկեք մեր ձեռքերը բարձենք այս օրհնյալին։ Ամենակարող Աստված, շնորհակալ ենք քո դուստրի համար։ Խնդրում ենք իր հավատքի համաձայն, որ ամեն մեղք ու ամեն խնդիր ու վատ սովորություն զատես իրենից Տեր։ Ոչ միայն ֆիզիկական, այլ հոգևոր բժշկությունով լեցնես իրեն, որ իր հոգին փրկված լինի ու մնա փրկված։ Եվ այս մեծ հրաշքի համար փառքը տալիս ենք քեզ, քանզի միակ դու ես հեղինակը այս ամեն հրաշքի, եւ ոչ փառքը տվեց Աստծո ժողովուրդը Աստծուն։ Ամեն։ Հələ Տեր օրհնի։ Հələ քայլի տեսնենք։ Հələ քայլի, ինչքան կարաս արագ, հալելույա, փառք Աստծո, Տերը քեզ օրհնի, օրհնված ենք, քույրիկին օգնեք, Աստված օրհնի, փառք Տիրոջը։